Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։ Հիշեցնենք, Լավրովը Հայաստան է ժամանել երեկոյան։ Երևանյան այցելության ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կանցկացնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Իրանցի նախարարի խոսքով տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ, շեշտել է Ազիզ Նասիրզադեն։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Իրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլա բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։ Ադրբեջանի դատարանը 3-18 տարվա ազատազրկման է դատապարտել Թալիշ գիտնական Ակբալ Աբիլովին։ Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ։ Թեմայի շուրջ գործընկերս Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ 35-ամյա Իկբալ Աբիլովը ականավոր գիտնական է, թալիշագետ, հետազոտող, զբաղվում է մասնավորապես Ադրբեջանում բնիկ ազգերի պատմության, ժառանգության, ինքնության, լեզվի խնդիրներով։ Նա նաև թալիշագիտությանը վերաբերող մի գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց որոշ նրա հրապարակումներ Ադրբեջանում ոմանց դուրը հավանաբար չեն գալիս, քանի որ կարծում են, որ դա կարող է Ադրբեջանում ապրող թալիշների ինքնագիտակցության զարթոնքի առիթ դառնալ։ Աբիլովը ընդամենը ծնվել է Ադրբեջանում, 5 տարեկանից ապրում էր Բելարուսում և 24 թվականի հուլիսին եկել էր Բաքու հեռու ազգականի հարսանիքին մասնակցելու համար։ Անմիջապես իրեն ձերբակալել էին և մեղադրել էին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Մի քանի քրեական օրենսգրքի հոդվածներով գործ է հարուցվել, այդ թվում նաև լրտեսություն և հակապետական գործողություններ և ազգային թշնամանք հրահարելու փորձեր։
Նրա դատավարությունը փակ ռեժիմով էր անցնում, Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները, որով իրեն ներկայացված են եղել, դատախազը 19 տարվա ազատազրկում էր առաջարկել, դատավորը որոշել էր, որ 18 տարին բավարար է։ Փաստաբանը այսօր հայտարարել է, որ մեղադրանքներից ոչ մեկը իրականում չի ապացուցվել դատարանի կողմից եւ մտադիր է բողոքարկել վճիռը վերաքննիչ դատարանում։ Իսկ դատախազությունը ինչպես է հիմնավորում իր մեղադրանքները։ Որպես մեղադրանքի ապացույց ներկայացվել էր մասնավորապես գաղտնի կերպով արված տեսագրությունը այն Skype-ով ունեցած զրույցի, որը Աբիլովը ունեցել է հայտնի հայ գիտնական, իրանագետ, արևելագետ Գառնիկ Ասատրյանի հետ, ով աշխարհում պես ամենաականավոր թալիշագետներից մեկն է, հիշում ես Հայաստանում Ծաղկաձորում 2 անգամ թալիշագիտությանը նվիրված կոնֆերանսներ է անցկացրել եւ միանգամայն գիտնական է, բնական է եւ երկու գիտնականները իրար հետ ինչ-որ գիտական խնդիրներ են քննարկում համացանցում։ Որևէ կերպ դա չէր կարող ապացույց ներկայացվել որպես Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապի։ Մեկ այլ ճակերտավոր ապացույց այն, որ Աբիլովը կապ է պահպանել Երևանի բնակիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Նույնպես նա ականավոր գիտնական է, իրանագետ, իդեպ գոնե այն պատճառով չէր կարող նա լիներ հատուկ ծառայությունների աշխատակից, քանի որ արմատական անդիմադիր հայացքներ ունի։ Ինչևէ, մի շարք պետությունների արևելագետներ միացել են ի պաշտպանություն Աբիլովի արշավի եւ ստեղծել են Իգբալ Աբիլովի պաշտպանության կոմիտե։ Այդ կոմիտեն այսօրվա դատավճռից հետո հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է, որ այդ կայացված դատավճիռը իրականում ազատ խոսքի եւ ինքնության դատավճիռ է, եւ որ Աբիլովի միակ մեղքը կայանում է նրանում, որ նա պաշտպանել է իր հայրենակիցների ինքնություն ունենալու իրավունքը։ Ի համերաշխություն Աբիլովի Եվրոպայի տարբեր քաղաքներում ակցիաներ են անցկացվել, մասնավորապես Վիլնյուսում, Հաագայում, Վարշավայում, Ստրասբուրգում եւ իրավապաշտպանները նրան արդեն քաղբանտարկյալ են ճանաչել։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը ժամանակին ի պաշտպանություն Աբիլովի հայտարարություններ են տարածել եւ նա փաստորեն դարձել է Ադրբեջանում 131-րդ քաղբանտարկյալը։ Արտեմ, ինչի հետ է կապված Բաքվի իշխանությունների կողմից թալիշների նկատմամբ այսպիսի բռնաճնշումների նոր ալիքը։ Իրականում կարծում եմ պատճառը այն է, որ Բաքվի իշխանությունները վախենում են, որ Ադրբեջանում կարող է տեղի ունենալ թալիշների ինքնագիտակցության նոր զարթոնք, հա։ Հիշում ես 90-ականների սկզբներին այդպիսի զարթոնքի արդյունքում Լենքորանում ձևավորվեց Թալիշ Մուղանյան հանրապետություն, որը ինքնավարության իսկ հետագայում նաև անկախության էր ձգտում եւ այդ հանրապետությանը արյան մեջ պարզապես թաթախեցին եւ ոչնչացրեցին գրեթե բոլոր այդ հանրապետության ղեկավարներին։ Այժմ Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշ թալիշական շրջանակներում կա այն գիտակցությունը, որ այն ինչ տեղի ունեցավ արցախահայերի հետ կարող է տեղի ունենալ նաև թալիշների հետ եւ միգուցե իրենց սխալն էր, որ իրենք ժամանակին չպաշտպանեցին հայերի այդ ինքնորոշվելու իրավունքը։ Եվ ահա այսպիսի մտավորականների դեմ հալածանքներով Ադրբեջանի իշխանությունները հավանաբար փորձում են վախեցնել շարքային թալիշներին, որպեսզի անգամ միտք գլխներով չանցնի, ինչ որ մասնակցել ինչ որ կիսագաղտնի կամ ընդհատակյա կազմակերպությունների գործունեությանը։ Նույն այդ նպատակով ձերբակալվել էին վերջին տարիների ընթացքում ավելի քան 15 այլ թալիշ առաջնորդներ եւ ակտիվիստներ։ Օրինակ վերջերս Ռուսլան Վահաբով անունով մի թալիշ ակտիվիստի պարզապես գրպանը թմրանյութ էին գցել, իսկ իրական պատճառն այն էր, որ նա Արցախյան պատերազմի օրերին այսպես հրապարակումներ էր իրեն թույլ տալիս, որում կասկածի տակ էր դնում այն, թե արդյոք տեղին է այն ամենը, ինչ իր Ադրբեջանի իշխանություններն են անում։ Կամ դրանից առաջ Ֆարխադին Աբոզադա հայտնի գիտնականին ձերբակալեցին, դատապարտեցին 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա եկել էր Ծաղկաձոր եւ մասնակցել էր Գառնիկ Ասատրյանի կազմակերպած թալիշագիտության այդ գիտաժողովին։ Մինչ այդ էլ Էլշան
Իրշադով, Գիլալ Մամեդով, Նովրոզալի Մամեդով, մի շարք ակտիվիստներ թալիշական ծագում ունեցող հալածվել են հենց այն բանի պատճառով, որ Ադրբեջանում մտավախություն ունեն, որ կարող է հնարավոր է իրենց գիտական աշխատանքի արդյունքում թալիշական ինքնության զարթոնք տեղի ունենա։ Շնորհակալություն, Արտյոմ։ Թեհրանում ահապատժեի ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն, այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի տեղեկատվական պորտալը, հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարին, երբ Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել դիվանագիտական առաքելության ևս 2 աշխատակից։ Ռուս-ուկրաինական ճակատում երկու կողմերը հայտարարում են հարվածների մասին։ Ռուսաստանը նշել է, որ խոցել է ուկրաինական մոտ 160 անօդաչու, ուկրաինական կողմն էլ նշել է ռուսական ավելի քան 70 անօդաչուների հարվածների մասին։ Այս ընթացքում առաջին անգամ Կուրսկ է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այնտեղ ասել է, որ ուկրաինական կողմը շարունակում է փորձեր անել շարժվելու ռուսական սահմանի ուղղությամբ։ Պուտինի այցը հետևել է Թրամփ-Պուտին հեռախոսային բանակցություններին, որի ընթացքում խոսվել էր այս պատերազմի հանգուցալուծման մասին։ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով Եվրամիությունը սպառնում է վերանայել Իսրայելի հետ իր քաղաքական և տնտեսական կապերը կարգավորող համաձայնագիրը, այդ մասին տեղեկացրել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Գազայում իրավիճակն անվանելով աղետալի։ Հայտնի է, որ վերջին օրերին աճել է միջազգային ճնշումը Իսրայելի վրա, իսկ պատճառը Գազայում հումանիտար օգնության պակասն է և վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից ծրագրված ռազմական նոր հարձակումը։ Կալասը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նախարարների հստակ մեծամասնությունը հանդես է եկել Իսրայելի հետ ասոցիացման համաձայնագրի վերանայման օգտին, հաշվի առնելով Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։ Հիշեցնենք, որ Գազայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 20 ամիս։ Շրջափակման մեջ գտնվող մարդկանց սպառնում է սովը։ Կրթվել է նորաձև է շարժման հերթական կանգառը, եղել է Տաթև համայնքում, հանդիպման մանրամասները տեսանյութում։ Կրթվել է նորաձև է ամենուր։ Շարժման հերթական հանդիպումը Տաթևում հերթական անգամ էլ ցույց տվեց, որ կրթության շուրջ ձևավորվող հանրային խոսքը դրական ազդեցություն է ունենում մտածելակերպի եւ արժեհամակարգի փոփոխության գործում։ Շարժման ղեկավար «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանախոսություններում արդեն հայտնի վերնագրերն էին։ Մնացել ենք 5-րդ դարում, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան։ Աննա Հակոբյանը անդրադառնալով շարժման գաղափարական հիմքերին, ընդգծեց, որ այն իրականում ինքնակրթությամբ զբաղվելու, զարգանալու, միմյանց հետ անկեղծ շփվելու եւ նախապաշարմունքներից զերծ երկխոսել սովորելու մասին է։ Մնացել ենք 5-րդ դարում խորագրով ելույթում հնչեցին նաեւ մեջբերումներ Խորենացուց, Թումանյանից, Չարենցից ու Մաթեոսյանից։ Դարերի խորքից եկող խոսքերը ստիպում են հարցեր ուղղել ինքներս մեզ ու առերեսվել իրականությանը, ինչպես որ կա։ Այո, կան գաղափարներ, որ իրականում մնացել են 5-րդ դարում, պետք է ապրենք այնպես, որ հետագայում արդեն մեզ հիշելիս, չգիտեմ նշելիս, ասեն, որ այո, իրենք ապրել են 21-րդ դարում։ Նորաձևությունը մեզ այն յուրաքանչյուր ընկալում է իր պատկերացումներին համապատասխան։ Մեկի համար նորաձևությունը իրականում գիտելիքն է, մյուսի համար հագուստը։ Իրականում կրթվել է, այո, նորաձև է բոլոր առումներով։ Ես ինքս ինձ համարում եմ կրթության մի մասնիկ եւ ուզում եմ նշել, որ կրթվելը դա այսօր պատասխանատվություն չի, այլ համարվում է սերունդներին վեր տանող ուղին եւ այս սկսվում է հենց դասարաններից։ Մի քանի օր առաջ, քան որ անգլերենի մասնագետներն հենց աշակերտներից մեկը ասում է, որ եթե դու գիտես անգլերեն, գործ ունես 7 միլիարդ մարդու հետ, իսկ եթե չգիտես, ընդամենը 3 միլիոն մարդու հետ։ Ուզում եմ կապել այս կրթերը նորաձև է շարժման գաղափարախոսության հետ, ուղիղ կապ ունի։ Շարժման մասնակիցները բարձր են գնահատում այս նախաձեռնությունը։ Այն միայն բանախոսությունների շարք չէ, որտեղ նաև տարբեր ոլորտների առաջատար մասնագետները ներկայացնում են կրթության, գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների եւ հասարակական կյանքի վերաբերյալ կարևորագույն տեղեկություններ։ Այն նաև դասընթացների եւ ուսուցողական ծրագրերի մատուցում է, գործնական հմտությունները կատարելագործելու եւ գիտելիքները խորացնելու հնարավորություն։
Այս ամենը նաև վարչապետի բանախոսությունների տրամաբանության մեջ է։ Իրական Հայաստանը պետության ընկալման, վերաիմաստավորման եւ ազգային ինքնության հարցերի մասին է։ Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմանալ ինչպես բանախոսությունը, որի ընթացքում նա անդրադարձավ կրթության անձնական պատասխանատվության եւ ինքներս մեզ հետ անկեղծ լինելու եւ չիմացածը չթաքցնելու վերաբերյալ թեմաներին։ Ես այս տարիքում, որ ունեմ աշակերտներ, ես ամեն օր նաև իմ աշակերտներից եմ սովորում։ Տարիքը կապ չունի։ Պետք է միշտ կրթվենք եւ առաջ գնանք։ Ցանկացած տարիքում ցանկացած մասնագետ պետք է փորձի իր գիտելիքները ավելի զարգացնել, ավելի ընդլայնել, որպեսզի աշխատաշուկայում լավ պահանջարկ ունենալ, այն որ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ աշխատանք չենք կարողանում գտնել, եթե ունենանք բավարար գիտելիքներ, անպայման կգտնենք։ Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գիրք իր ողջ կյանքի ընթացքում առանց ինքնակատարելագործման մարդը չի կարող ապրել այս աշխարհում։ Այն աշխարհում, որը օրեցօր, օր-օրի, ավելին ասեմ, ժամ առ ժամ ստիպում է մեկ քայլ ավելի արագ շարժվել։ Հանդիպման օրակարգում նաև մշակութային մաս կար եւ հարց ու պատասխան։ Տաթևի բնակիչները համայնքին առնչվող խնդիրներից հարցրեցին վարչապետին, նաև ժողովրդավարության եւ դրա պաշտպանության մեխանիզմների մասին։ Հանդիպումը Տաթևում թվով 34-րդն էր նախաձեռնության մեկնարկի սկզբից։ Շարժումն ընդգրկել է արդեն 17 համայնք եւ 6000-ից ավելի մասնակից։ Հիմնական գաղափարները կարևոր եւ սկզբունքային դարձնելով մեծ թվով մեր հայրենակիցների համար։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։